Վերցնել իշխանությունը քաղաքացիական պայմանագրից ու հանձնել այն վաղարշապատցիներին, խոստանում է Ժառանգություն կուսակցության վաղարշապատի համայնքապետի թեկնածուն։ Մենք մաքրելու ենք ներքին թշնամիներից մեր վաղարշապատ համայնքը, այո, գործող իշխանությունը այստեղ չի ղեկավարելու։ Ցուցակը գլխավորող զինված ուժերի փոխգնդապետ Արկադի Փայտյանը 20 տարի ծառայել է բանակում։ Հիմա խոստանում է ծառայել վաղարշապատցիներին։ Մեր նպատակը չէ տեղ զբաղեցնել համայնքապետարանում, մեր նպատակն է վաղարշապատցուն տալ այն ամենը, ինչը դարեդար մինչև այսօր պահել է։ Տալ խոսքի ազատ իրավունքը, տալ համայնքը, որպեսզի ղեկավարի համայնքը ոչ թե համայնքապետը, այլ ժողովուրդը։ Նոյեմբերի 16-ին ընտրվելու դեպքում սկսելու են զբաղվել բոլոր գույքագրված խնդիրներով, բարձր հարկեր, մթերքի արտահանման, հողագործության խնդիրներ։ Այդ խնդիրների լուծումն են ուզում տեսնել մարդիկ համայնքում իշխանափոխությունից հետո։ Մարդկանց խնդիրներով, որ մեզ դիմում են, նաև որ քաղաքացիական պայմանագիրը չլինի։ Ժառանգություն կուսակցության առաջնորդ Աննա Խադեպ է անվանում այն, ինչ անում է քաղաքացիական պայմանագիրը մեր երկրում։ Հովհաննիսյանը հիշեցնում է, որ Փաշինյանի թիմը երկրի ղեկը վերցրել էր նախկին իշխանությունների դեմ վարչական ռեսուրսի կիրառման մասի մեղադրանքներով։ Հիմա իրենք են կիրառում վարչական ռեսուրսի ամբողջ գործիքակազմը։ Մի խմբակ, մի մարդիկ, հիմա ցուցակներ, ովքեր եկան իշխանության մեծ խոստումներով, բարձր հանձնարարություններով, անցյալը շտկելու, սխալները ուղղելու, նոր տեսակի Հայաստան բերելու, Արցախը բահելու, եկեղեցու անկախությունը, ինքնուրույնությունը, թրիչքը հարգելու եւ սեփական ժողովրդին քաղաքացիների իրավունքները ամեն ինչից բարձր բահելու համար։ Ոչ թե արիդ անարիդ արդեն իրենց ամփոփչադիրության ախորժակով ով խոսում է դեմ նստածրեն, մեգուսացնել, բանդարգել, անգամ սպանել։ Բայց պայքարը եկեղեցու Սուրբ Աթոռի դեմ առավել անընդունելի է Հովհաննիսյանի համար։ Հոգևոր մայրաքաղաքում հոգևոր մթնոլորտը պահպանելու համար պետք է մարդիկ պայքարի դուրս գան Սուրբ Աթոռի համար, կուսակցության առաջնորդի խոսքով։ Հիմա այդ Սուրբ Աթոռը հարձակման տակ է, տարբեր եղանակներով։ Այն մարդիկ, ովքեր դանուլ դվեցին պատերազմը, մեր ոսկի 5000 դղաներին հանձնեցին հողին, զիջեցին հայրենիք, ստորագրեցին այն փաստաթուղթը այնտեղ, այս փաստաթուղթը այստեղ։ Հիմա ակլորացած սպեցնազերով, չգիտեմ, ոստիկաններով, հատուկ վարդյաներով սլակ են բռնել ոչ թե արտաքին սպառնալիքների վրա, այլ սեփական քաղաքացիների դեմ։ Եթե այս երկրում ինչ-որ բան պետք է ազատագրել, ապա դա երկրի ղեկավարի աթոռն է, պնդում է Հովհաննիսյանը։ Իրավունքը պիտի գերիշխի Հայաստանում։ Այդ իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու ձեզ ընտրողներին, եւ այդ իրավունքը դուք պիտի իրացնեք նոյեմբերի 16-ին։ Եվ այդ օրը լինելու է իշխանության փոփոխություն Վարշավադում, ընդլայնված էջմիածնում, եւ դրանով պիտի շարունակվի այդ ընթացքը, որը բերելու է մեր ողջ երկրի ազատագրմանը, մեր համապետական ազատագրմանը։ Ժառանգությունը վաղարշապատը ՔՊ-ի ձեռքից ազատագրելու համար պատրաստակամություն է հայտնում միանալ ցանկացած ուժի ձայների մեծամասնությունը չստանալու դեպքում։ Հեռացնելու նպատակով եւ հաղթանակի դեպքում, ցանկացած ուժի հաղթանակի դեպքում պատրաստ ենք միանալու եւ դուրս շպրտելու այս քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ իրեն հրող արբանյակներին։ Գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրը Այծեմնիկը, որ նույնպես Ժառանգություն կուսակցության ցուցակում է, վստահեցնում է, որ եթե հայրը ողջ լիներ, թույլ չէր տա եկեղեցու հավատի դեմ իշխանական պայքարը։ Եթե նա ողջ լիներ, այս ամեն ինչը տեսներ, հաստատ համոզված եմ նորից կմահանար։ Այծեմնիկ Գրիգորյանն ըստ էության հերքում է մամուլում տարածված լուրերը, թե ինքը ընտրությունների մասնակցում է հոր անունը մաքրելու համար։ 18 թվից էս կողմ
Ինձ թվում է այլ մաքրելու ոչինչ չկա, որովհետև մարդիկ տեսնում որ ամեն ինչը շինչու էր։ Ժառանգությունը վաղարշապատի ընտրություններին ուժով ու հավատքով է մասնակցում, հորդորում հանուն ազատ ու անկախ վաղարշապատի ընտրել համար 6 քվյաթերթիկը։ Լիլիթ Սարգսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։